Ռուս բանդերական պատերազմը շատ թանկ նստեց հայ ժողովրդի վրա, հատկապես ղարաբաղցիների։ Այսօր կարող ենք հստակ ասել, անկասկած հստակ կարող ենք ասել, որ տեղի չէր ունենա հոկտեմբերի 6-ի չեխական դավադրությունը, Արցախի հետագա հայաթափման, եթե չլիներ այդ պատերազմը, կամ գոնե եթե այդ պատերազմը մեկ այլ հունով ընթացքով ընթանար։ Ուրեմն մի փոքր հիշեցնեմ այդ ժամանակների իրողությունը։ Ուրեմն ռուսները հասան հենց պատերազմի առաջի օրերին, փետրվարի վերջերին, Կիևի մատույցները վերցրին Խերսոնն ամբողջությամբ, Խերսոնի մարզը, Չերնիգովի մարզում լուրջ ներկայություն ունեին։ Այդ հատուկ ռազմական գործողության 5-րդ օրը բանդերականները խաղաղություն ուզեցին, հանդիպեցին Մինսկում, Բելարուսիայի տարածքում, հետո գնացին Ստամբուլ, դե մի օր էլ Ստամբուլում ինչ-որ մի համաձայնագիր նախաստորագրեցին հրադադարի և խաղաղության մասին։ Ռուսների համար դա իբր ձեռնտու տարբերակ էր, թեպետ Պուտինը գիտեր, որ Ռուսաստանին դա ընդհանրապես ձեռնտու չէր, ուղղակի Պուտինը գիտեր, որ բանդերականներն անմեղսունակ են, եվրոպացիները չեն թողնի այդ բանին գնա, դրա համար ինքը համաձայնվեց, ասեց ախպեր թող խաղաղասերը մենք Երևանք, մեկ այս տապալվող փաստաթուղթ տա։ Ֆրանսիայի նախագահն էլ Պուտին ասեց դե ախպեր դե հետ սիրուն չէ էլի, զենքը դեմ ես տվե մարդու ճակատին, ասում ես թուղթ ստորագրի, ասեց բա ինչ անեմ, ասեց գոնե Կիևից զորքերը թանի, դե ասեց եթե կհանեմ։ Հանեցին, հետո ռուսների համար բավական տհաճ ժամանակներ եկան, սեպտեմբեր ամսին 22 թվականի ռուսները ստիպված Խերսոնից դուրս եկան, դե քանի որ բանդերական չէին կարող 25,000-անոց բանակը մսաղազ ուղարկել, դե մարդը տեսավ, որ ի վիճակի չէ այդ փոքր չնչին ուժերով 150,000-անոց բանակ ուներ ընդամենը, այդ հսկայական ֆրոնտը, արդեն 1000 կիլոմետրանոց ֆրոնտը պահել։ Ուկրաինայում է ոչ պարտիզանական շարժում սկսվեց, ոչ ապստամբություն եղավ, դե դա բնական էր, չէր կարող նման բան լինել, քանի որ Ուկրաինան նացիստական երկիր է, Ուկրաինայում կա SS, իդեմս դրանց այդ նազբատերի, ովքեր մարդկանց ուղղակի մորսում են։ Ով ռիսկ անի, ինչ-որ մի շարժում սկսի, ինչ-որ մի բան անի, Օդեսայի դեպքերը հիշում եք 14 թվականի 46 հոգի վառեցին օրը ցերեկով Եվրոպայի կենտրոնում, ոչ ոք ոչ մի բան չասեց, ոչ մեկը չկա այսօր նստած լինի Օդեսայի այդ սպանդի համար։ Ինչևէ, Պուտինը գնաց մոբիլիզացիայի և պատերազմը սկսեց դանդաղ շարժվել ռուսների օգտին։ Ինչ էր գրում այն ժամանակ արևմտյան և բանդերական մամուլը, նաև ռուս լիբերալ մամուլը, իսկ դրանց գրածը դա հենց այն մտայնություններն էին, որոնցով առաջնորդվում էին արևմտյան առաջնորդները, օրինակ դեպքերին հետևողները պետք է հիշեն, որ ինչ էին ասում սրանք։ Դե օր եկան 10 անգամ Պուտինը զանգում Սի Ցզինպինին, թե ախպերի ջան օգնի փրկվեմ այս պատերազմից, Ամերիկան, Եվրոպան, մի համոզի դրանց բանդերականների հետ հրադադարելն է, չեմ կարող կրվել ուրասպառը մեղած։ Դե իրոք տենց էին կարծում արևմուտքում։ Ճիշտ ասուտ էին խոսում, որովհետև Պուտինը երբեք նման խնդրանքով Սի Ցզինպինին չի դիմել, Պուտինի ամենաչցանկացած բանը աշխարհում այդ պահին եւ այսօր հրադադարն է։ Ինչ-որ բանդերականների հետ, անմեղսունակ այդ ցեղատեսակի հետ ինչ-որ թուղթ ստորագրել է, համաձայնագիր։ Դե ինչ էին մտածում անգլոսաքսերը եւ ողջ արևմուտքը, թե հեսա սանկցիաները ծնկի կբերեն Պուտինին, հեսա SWIFT-ը կանջատենք, հեսա սենս, Մայդան, ֆլան, ֆեստան, Պուտինին ռադ կանենք, երջանկանանք, ելի լիբերալները կգան, մենք ելի կանցնենք մեր հին գործին։ Դեստեղ նաև մեծ դեր խաղաց դրանց տգիտությունը պատմական եւ ընդհանրապես մարդկային տգիտությունը։ Օրինակ մեկը թող հարցնի, թե այ ոչխարներ։
Ստալինը միանձնյա կարմիր բանակով ջարդեց գերմանական դիվիզիաների 75%-ը, պլյուս դրան ջարդեց եւս 7 երկիր. Ֆինլանդիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Իտալիա, որոնց դեմ չեն կրվել դաշնակից զորքերը, պլյուս Կվանտոնյան հսկայական բանակի 2 շաբաթում։ Հիմա հարց, ում էր այդ ժամանակ բենզին ու նավթ ու գազ վաճառում Ստալինը։ Ում էր վաճառում։ Ոչ ոքի չէր վաճառում։ Բայց եթե այդ երկիրն ի վիճակի է առանց բենզին, նավթ, գազ, մազ, անտար վաճառելու ջարդել այդ հզոր թշնամիներին։ Ձեր կաշխելքը դուք ինչով եք մտածում, բայց խի պետք է այսօր դուք Պուտինին չթողնեք գազ ու բենզին վաճառի։ Ու ինքը հանկարծ պատերազմ պարտվի։ Լավ, Ալեքսանդր առաջինը ում էր նավթ ու գազ վաճառում 1812-ին, երբ իրենից 40 անգամ հարուստ միացյալ Եվրոպան հարձակվեց Ռուսաստանի վրա։ Եթե այդքան բանը գիտեք ու դրա իմանալն է մեծ խել պետք չի իմանալ, ուղղակի պատմություն կարելի է դպրոցում պատմություն սովորել։ Բայց դուք ո՞նց եք հիմա հույսը դնում այն բանի վրա, որ տնտեսական սանկցիաները Ռուսաստանին ծնկի կբերեն։ Լավ, դա էլ դնենք մի կողմ։ Եվ զուգահեռ ինչ էր տեղի ունենում մեր մոտ։ Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին։ 2 տարի բացարձակ նորմալ ու տարի ու կես նորմալ ամեն ինչ ընթանում էր առաջ։ Բոլորս գնում Ղարաբաղ գալիս էինք, ինչ որ Ղարաբաղի զգալի մասը կորացել, բայց թե դա ինչ անենք, կարևորն է, որ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում հայերն ապրում էին, իրանց բանասող չկար, ռուսական խաղապանները տեղում էին, ինչը օր ու արև չէր կարող տալ հայ ժողովրդի սրբավայր Միացյալ Նահանգներին։ Եվ այդ ընթացքում ամերիկացիք հրահանգ են տալիս սրանց, թե Ղարաբաղցիներին բերեք, ռուսներին դեղից լարենք։ Այդ մասին խոսեց ժողովարդապետ Փաշինյանի խորհրդական եւ շատ ազդեցիկ դեմք, շատ հայտնի գրանտակեր ամերիկյան դիվանագետի ամուսին Խարատյան Արսենը, Խարատյան հրուշի վաստակը։ Ինքը շատ կարճ կոնկրետ, բայց Ամերիկային չմեղադրելով դա ասեց, թե դե Ամերիկացուն ինչ կա, նույն բանը ամերիկացիք չեն ասում գազայի համար, ժողովրդին դեղից անենք, Թրամփը իր փեսեկի, իր անգերների հետ գա բորդել սարքի, Ռիվիերա սարքի, ինչ որ կուրորտային միտեղ։ Մարդիկ ասում են ցեղասպանություն անենք, օրը ցերեկով են ասում, իլուր աշխարհի են ասում, չեն ամաչում։ Այդ հիմա գազային 3 միլիոն գազայի բնակիչ արտաքսողը ցեղասպանողը ցիպտի մի 120,000 Ղարաբաղցու մասին նույն բանը չասի։ Այլ արս որ հայերն են անինքնասեր, այդ մասին չեն խոսում։ Ես երբ այդ ելույթն ունեցավ Խարատյանը, ես աղագին խմբագրի զանգեցի լրագրողների, ասեցի, ապրես սենց բան է այս մարդն ասում։ Մտ գրեք, էլի հարցրեք, բան։ Մի տող չգրվեց հայկական մամուլում։ Լրահոսով մենակ գնաց, որ սենց անվտանգության ինչ-որ ֆորում է կայացել Երևանում, ելույթ է ունեցել պարոն Խարատյան Արսենը։ Մեծ թթու բան, մեծ քննադատական, մեծ հակաամերիկյան կեսված, որևէ լրատվամիջոց չցուցադրեց։ Հակառուսականներ կան էին, չէ՞։ Չեղասյան են սրանք ռուսների գլխին սարքում, թե Արցախը ռուսները հանձեցին, այս կողմ են կան։ Ինչև է, 22 թվականի սեպտեմբերին ռուսների վիճակը բարձրացավ, Խերսոնը թողեցին, Պուտինը գենշտաբի պետերի մակարդակով ամերիկյան ռուսական պայմանավորվել էին, որ Խերսոնը ռուսները թողնում են, բանդերականների չեն խոչընդոտում, այսինքն չեն կրակում, իսկ եթե հանկարծ բախտերը փորձեն, այդ 25,000-ից մի զինվորի գլխից մի բան պակասի ու չնեղանան։ Եվ տենց Խերսոնը թողեցին, ավելի շուտ Կիևից դուրս եկան, Խարկովում խայտառակվեցին ռուսները, դեռ այդ Խարկովի մարզի 30%-ը արդեն գրավել էին Կուպյանսկ քաղաքով, դեռ ինչ տեղի ունեցավ, ուղղակի բանակը փախավ։
պայմանագրային զինծառայողներ էին, մարդիկ ասին դախպեր, եթե փողը ստանում ենք, խի գնանք վտակենք, թողեցին եկան։ Հետո դրանից հետո արդեն նոր Ռուսաստանում քրեականացվեց պայմանագրային զինծառայողի լքելը ռազմի դաշտը։ Հիմա այլ տես բան չեն կարող անել։ Փողը վերցրել ես, աշխատավարձը ստացել ես, դե գնա մինչև վերջ ծառայի կատարիր վերադաս հրամանատարի հրամանները։ Դե իդեալական ժամանակ ստեղծվեց, իդեալական հնարավորություն ընձեռվեց Արցախը դատարկելու։ Ամերիկացիք ասում են արցախցիներին հետ բերեք, սրանք ինչ են անում։ Սկսում են բանակցել Եվրոպաներում։ Եվ ես այդ ժամանակ արդեն տագնապը դրեցի, թե լավ այդ սա տանեմ։ Սրանք ինչ գործ ունեն Եվրոպա։ Այդ ինչ ունեն այս երկուսը Փաշինյան Ալիև խոսելու, որ չեն կարող Պուտինի ներկայությամբ խոսել, պետք է անպայման Շարլ Միշել, այնտեղ ես իմ Բրիժիտ Մակրոնի կնիկը, նախագահ Մակրոնը, այդ ինչ են սրանք խոսում, բայ իբր խաղաղության։ Մինչ այդ Զախարովան ասեց պաշտոնապես, որ դեռ ժամանակը չէ հայ-ադրբեջանի համար, այդ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համար թող նոյեմբերի 9-ի փաստաթղթով յոլա գնան ապրեն։ Սրանք է չէ, դե խաղաղություն ենք ուզում, դե մի ռուսներն ինչ ասեն, որ չեն կարող դեմ կանգնել դրան, նես չստացվելի, որ բոլորը խաղաղություն են ուզում, մենակ ռուսներն են դեմ հայ-ադրբեջանական խաղաղությանը, դե գնացեք ստորագրեք։ Պայմաններ դրվել դրանց, եւ երկուսն էլ բանավոր համաձայնվել են, որ Ղարաբաղի հարցը թողնում եք նապատում, դու գնացեք գլը բարիշեք, դե սրանք չէին կարող չհամաձայնվել։ Հետո բանակցին Պրագայում, Բրյուսել, Մրուսել, Փարիզ, Մարիզ, գործը հասավ սեպտեմբերի 22, հոկտեմբերի 6-ին, արդեն Խերսոնը չկար, արդեն արևմուտքը տրիումֆի մեջ էր, թե հեսա ռուսներին հաղթում ենք, եւ այն ժամանակ սրանց արևմուտքի ուզածը միայն մի բան էր, Ռուսաստանի ստրատեգիական պարտություն։ Դե դրանց ուղեղի վիճակի չէ, մի 2 քայլ 2 տարի առաջ տեսնել։ Դե հիմա այն մուրում հրադադար, դե եկեք թարգենք, ոնց կա տենց մնանք, շփման գիզը պահենք։ Այն ժամանակ դրանց տրամադրությունները, դրանց ախորժակը լրիվ ուրիշ էր։ Ինչևէ, ամերիկյան հրահանգը ի կատարածվեց, Պրագան ստորագրվեց, դե մնաց շատ թեթև մի բան արցախցիների վտարումը այդ տարածքից։ Դրա համար ինչ արեցին, բլոկադա։ Հետո ռուսերը այդ ժամանակ մի անգամ ասել եմ, մի հատ էլ կրկնեմ, վերջի փորձը նախաձեռնեցին Արցախահայության փրկության, առաջարկեցին սրանց, թե դուք մեզ դիմեք մեր կազմ մտնելու համար, մենք պարզա, մենք ձեզ մեզ կազմ, Ռուսաստանի կազմ չենք մտցնի, բայց բոլոր բնակիչներին Արցախի ռուսական ազնագիր կտանք։ Փաշինյան Նիկոլը դա արգելել էր, դա ասում է Հարությունյան Արայիկի խորհրդականը, հաջող անձնավորություն չէ, հիգիենայի պատճառով դրա անունը չտամ, Ղարաբաղի էլիտայի մեծ մասին գիտեին, դե Նիկոլը դեմա ոնց անենք դες բան։ Հետո բլոկադաներ շատ, հետո այդ անձնագիր ստանալու process-ը տարերային սկսվեց։ Այս սրանք այդ բլոկադան հիմնականում դրա համար նախաձեռնեցին, որ Երևան եկող Ղարաբաղցին էլ Ղարաբաղ չվերադառնա։ Արի պասպորտը ստացի ռուսական, ախպեր ջան, ուղղակի Ղարաբաղ հետ չես մտնի։ Ինչևէ գործը հասավ 23 թվականի սեպտեմբերի 19-ին։ Արցախը հայաթափվեց, դա Ռուսաստանին հասցված ամենածանր վնասներից մեկն էր, այս 91 թվից ի վեր, եւ իհարկե դա հեչ Էժանչինոսի, թե ժողովրդապետ Փաշինյանի, թե դատարկագլուխ, բայց կրթված Ալիև Էֆենդու վրա։ Հիմա մի ռուսական քաղաքականության մի յուրահատուկ հատկանիշներից եմ ուզում խոսել, որը վնասում է առաջին հերթին ռուսերին, հետո Ռուսաստանի իսկական դաշնակիցներին։ Նու մեզ էլ այդ թվում։ Տեսեք, միշտ ինչ-որ մոդա է դարձել, այդ մոդան շատ վաղուց կա, միշտ ինչ-որ ողորմելի երկրներ, ինչ-որ ճիճ ուներ,
այս կամ այն դրամաչափի, միշտ իրենց պարտն են համարում Ռուսաստանին ամենահայլանդակ հակառուսական առաջարկով դիմելը։ Ու ասում են, սա շատ նորմալ, օրինակ, 2 օր առաջ օրը ցերեկով Օմսկ քաղաքում կրթված, բայց շատ էշ Տոկաև Էֆենդին Պուտինին ասում է, թե ամենաճիշտ բանը հիմա սառեցումն է պատերազմի, հետո ամեն ինչ լավ կլինի։ Այսինքն Տոկաևն ասում է, թե արի սառեցերա մի կռվի։ Աշխարհն էլ է տենց ուզում։ Բանդերականներին Ամերիկա եւ Արևմուտքը նորից կզինի, կպատրաստի, թափ կհավաքեն, հրթիռներ կպատրաստեն, որ հետո արդեն ոչ թե Մոսկվա հասնեն դրանց հրթիռները, այլ Օմսկ հասնեն, Վլադիվոստոկ հասնեն։ Սա էր Տոկաև Էֆենդու ասածը։ Պուտինը շատ լուր լսեց, մռայլ դեմքով, ասեց, ես հետո քեզ կասեմ, թե ես ինչ եմ մտածում այս ամեն ինչի մասին։ Իդեպ Պուտինը տենց խասյատ ունի, ինքը ամեն լպիչ լկտիություն ինքը կարող է լսել ու տեղում չպատասխանել։ Օրինակ Փաշինյան Նիկոլն է, թե հիշում եք, ապրիլի 1-ին ինչ ասեց, ասեց, դե մենք Արցախը ճանաչել ենք ձեզնից հետո։ Այսինքն դու ես ճանաչել, գցում է Պուտինի գրպանը, հետո նոր եմ ես արի, այսինքն ես է քեզ լսող տղա եմ, բա ոնց կարող ես ուրիշ բան անել։ Իհարկե Պուտինը հետո դրան ասեց, արդեն առանձին որ այ ոչխար, ես Արցախը երբեք չեմ ճանաչել։ Ես ասել եմ, այդ ֆրազը կա Պուտինի, ինտերնետում գտեք, կարդացեք։ В соответствии с нормами международного права, Путин это асել, Карабах является частью Азербайджана։ Это ասել։ Իսկ այս անբարոյականները ասում են, թե Պուտինը ճանաչել է Արցախը։ Պուտինը երբեք չի ճանաչել։ Մի անգամ էլ հիշեցնեմ, շատ եմ խոսել։ Արցախը ուներ ունիկալ կարգավիճակ, վիճելի տարածքի կարգավիճակ։ Հակառակ դեպքում գոյություն չէր ունենա Մինսկի խումբը։ Էլ ավելին ասեմ, Թուրքիան անգամ, լինելով Մինսկի խմբի անդամ, չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս։ Հակառակ դեպքում Թուրքիան տեղ չէր ունենա Մինսկի խմբում։ Իսկ Մինսկի խմբի առաքելությունը դա Արցախի ինքնորոշումն էր։ Թե որ կողմ ինքնորոշվի, դա արդեն էական չէր։ Դեպի Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան պետք է ինքնորոշվեր։ Նորից կրկնեմ, Արցախը Ադրբեջանի մաս առաջին անգամ ճանաչել է Հայաստանի ժողովրդավարական իշխանությունը ամերիկյան հրահանգով, արևմտյան հրահանգով։ Անգամ Թուրքիան դա չէր արել, լինելով Մինսկի խմբի անդամ։ Այսօր ով է հիշում, որ 16 թվականի այդ խուլիգանությունը ադրբեջանցիների այդ քարորյա պատերազմը, որը մեզից 75 ջահել խլեց, դատապարտել է անգամ Թուրքիան։ Ոչ ոք, իմ հիշողությունը լավն է, ես հիշում եմ։ Բայց կարող եք ինտերնետի դարեք, կարող եք պարզել։ Դատապարտել է խստագույնս Էրդողան Էֆենդին, Ադրբեջանին։ Մի անգամ էլ ասեմ, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է առաջինը Նոր Հայաստանը Փաշինյան Նիկոլի։ Դա արվել է ամերիկյան հրահանգով։ Եվ վերջ, բոլոր փաստերը կան, այդ փաստերն անհերքելի են, այդ փաստերը կարող հերքել բացառապես հիվանդ մարդը, ասենք, Հայրիկյան պարույրը, Խզմալյան Տիկոն, Սարգսյան Վարդուշը, Վազգենի եղբայրը, Հարությունյան Շանթը։ Դե գնացեք դուք ձեր սրբավայրի համար մոմ վառեք, հայերն է թող կործանվեն։ Եթե ազգի հավաքական խելքը ուղեղը սա է, բա ինչ եք ուզում այդ ազգից։ Հիմա դառնանք այդ ռուսական յուրահատուկ գենետիկ հատկությանը, երբ ամեն մի ճիճու իրեն իրավունք է վերապահում ռուսներից հակառուսական քայլ պահանջել։ Երեք խոսում էի, որ չի կարելի ուղղակի, էլի չի կարելի գնալ ասել, թե ախպեջան, ես գնում եմ հակառուսական դաշինք, հակառուսական միություն, բայց քո հաշվին էլի, այդ տարեկան միլիարդները, որ ես քեզ մենակ գազով, նավթամթերքով 2 միլիարդ ես քեզնից խերում եմ, դրանք հանկարծ չկտրես էլի, դրանքից շատ պետք է, որ ես հակառուսական դաշինք գնամ Եվրամիություն, հետո 2030 թվականի պատերազմին քո դեմ մասնակցեմ։ Բայց պատմության մեջ շատերն են եղել այդպես բան ասող։ Օրինակ Վարշավայի ապստամբությունը 44 թվականի։
Ես հակիչ ներկայացնեմ այդ խայտառակ պատմությունը, հետո կասեմ, թե ինչ արժեք դա ունեցավ այդ կիսաբանդերական լե ազգի համար։ Ուրեմն առաջի բելարուսական ֆրոնտի բանակներից մեկը, իսկ առաջի բելարուսականը մինչև 44 թվականի նոյեմբեր ղեկավարում էր հանճարեղ Կոնստանտին Ռոկասովսկին։ Հետո նոր Ստալինը փոխեց, որ Բերլինը մտնի ռուս գեներալը։ Օգոստոս ամսին լրիվ պատահական շատ հաջող մարտերով հասնում է Վարշավա։ Կտրվում է ֆրոնտի հիմնական ուժերից մոտ 500 կիլոմետր։ Ինչը վտանգավոր բանը չի կարելի անել, որովհետև եթե այդ բանակի մի բան պատահեր, շրջապատման մեջներ իրան հանող դուր չէր, այդ բանակը կործանվեր։ Այս վտարանդի կառավարությունը Լեհաստանի ասում է հիանալի պահ է։ Ապստամբություն են կանում, ռուսները մեզ կօգնեն, գերմանացիներին գջարդենք, ռուսերենը սիկտիր կանենք, Վարշավան կմնա մեզ, մենք մեր նախապատերազմյան անկախ հակառուսական Լեհաստանը կվերականգնենք։ Գալիս են Ստալինի մոտ, դրանց վարչապետի անունն էր Սիկորսկի։ Թե արտգործնախարար էր, չեմ հիշում։ Լավ ինչեր է, գալիս են Ստալինին ասում են, թե ցավը տանեմ, քո բանակը կանգնած է Պրագայում։ Պրագա կոչվում էր Լեհաստան այդ Վարշավայի մատույցներից մեկը, ոնց որ մեզ համար Արգավանդ է, հասել է համարյա Վարշավա։ Ան քո բանակներից մեկն են տեղականգնած, մենք ապստամբություն անենք, զերոնքի կօգնենք, ջարդենք, բայց Ստալինն ասում է ոչ։ Նախ Ստալինը ամեն ինչով էր ճիշտ, նախ ինքը իրավունք ուներ այդ բանակը ռիսկի վտանգեր, որովհետև լավ, բա որ այդ բանակը պրոբլեմ ունենա, սովետական զորքերը 500 կիլոմետր հեռու են, ով է դրանց օգնելու։ Այսինքն ռազմական կանոններով այդ բանակը իրավունք ուներ ինքնուրույն մարտի նետվել։ Եվ երկրորդը Ստալինն ասում է, որ ջահելներ ջան, ախպեր ջան, դուք ուզում եք հակասովետական ապստամբություն անել, իմ հաշվին, ես դա թույլ չեմ տա, չեք անում։ Այս սրանք եկցին բռի մտածին, դե էլի Ալիևից ու Փաշինյանից խելքով շատ չէին տարբերվում, թեպես վատ կրթված չէին, նրանցից շատերը ցարական Ռուսաստանում էին կրթություն ստացել, երբ Լեհաստան չկար, Ռուսաստան էր։ Այս սրանք ասում են ախպեր դե մենք կանենք կուդա նիզենուց, ռուսները մեզ ոնց կարող են չօգնել ախպեր ջան։ Այս սկսում են այդ ապստամբությունը։ Եվ ոնց է ավարտվում տոտալ ցեղասպանությամբ։ 100,000-ավոր լեհ են մորթում, խաղաբնակություն, գերմանացիք։ Եվ այդ ամենը չի սովետական բանակի քթի տակ։ Մեր ու մանուկ, ահել, ջահել, պարավ, բիզա վերացնում են, բնաջնջում են։ Կոնկրետ լեհերի զոհերի թիվը չեմ կարող ասել, բայց գերազանցում է 200-300,000, եթե ոչ կես միլիոն։ Ու դա է կարելի է ցանկացողը կարող է պարզել։ Դա ևս մի հատ ստիմուլ հանդես եկավ հակառուսականության Լեհաստանում, թե վայ, սովետական կարմիր բանակի աչքի առաջ մեզ մորթում էին, ռուսները տես չեղան։ Դու ոչխարներ խիպրի տերել են, դուք գնում ռուսներին ասում եք, թե արի ես հակասովետական հեղափոխություն անեմ, ապստամբություն անեմ։ Քո դեմ եւ մի քիչ Հիտլերի դեմ։ Լավ որ ապուշը կհամաձայնեն։ Մի չգիտես ինչքան Երջանի կա Փաշինյան Նիկոլը կամ գուցե ինչքան մեղ կա Փաշինյան Նիկոլը, որ տգետ է, տես բաներ չգիտի։ Թե ինչով են ավարտվում ռուսների հաշվին հակառուսական քաղաքականության զբաղվողների անիմաստ կյանքը։ Ալա մի հատ տեսեք լերին ինչ եղան։ Այսօր նույն բանը դու ես ասում Պուտինին։ Թող ես Թուրան սարքեմ քո դեմ, թող ես մնամ Եվրասիական տնտեսական միության բարիկները լափեմ, որ հետո մի քիչ թպրոշնամ գնամ անդամակցեմ Եվրամիությանը, որը քո դեմ պատերազմացում 2030-ին։ Լավ, մեկը չկա սրանց բացատրի, տարական պատմական դասեր են սրանք։ Պատմության ընթացքում 1000 անգամ Ռուսաստանին տենց հարցերով դիմել են, 1000 անգամ կործանվել են բոլորը։ Ուկրաինան։ Ելներ էր ասում, չէ, ախպեր դու իմ բոլոր բաները պայի, արտոնությունները պայի, բայց ես պիտի գնամ արևմուտք։ Անկած գազ չտակ ասեցանք, թող ոչինչ, ես կեվրոինտեգրվեմ, եվրոպական զիբիլը իմ տարածքով կմտնի քո տարածք, դու տեղի վնաս կրի։
Ջանդամի մեծ երկիր ես մի կրի էլի, թող եվրոպական զիբիլը գա հեղի քո շուկան։ Ես արդեն եվրոինտեգրված կնեմ։ Էտե դրան է դիմացի։ Գազն է աշխարհում էժանը ինձ դու։ Մի առածես ինչ է, հակառուսական պետություն եմ դառել։ Հա լավ, Ուկրաինայի վերջն ինչ եղավ։ Տգետին բան բացատրել անիմաստ բան է։ Սիրանո դե Բերժերակը, որի դերը հանճարեղ տանում էին եւ մեր Ֆրունզիկ Մկրտչյանը եւ Ժան-Պոլ Բելմոնդոն, իր վերջի մոնոլոգը ցնցող էին կատարում, երկուսը թե Ֆրունզը թե Բելմոնդոն, երբ ասում է օտը գիտություն, չկա քերնից զոր բան, անպարտեզ դու, չեմ հիշում տարածի։ Ֆրունզը գժվեցնում է այդտեղ, ես ինչ հզոր ես դու տգիտություն։ Անհնարակոտ եմ պայքարել։ Այդ խոսքերը հայ ժողովրդի համար է ասված, ես ինչ տգետ են սրանք արա, ես հայ ժողովրդի քաղաքական էլիտաները, ես անպարտ է դրանց տգիտությունը, դրանց բան բացատրել հնարավոր չէ։ Ինչևէ շատ շուտով Ուկրաինա չի լինի աշխարհի քարտեզի վրա։ Ես առաջի օրվանից եմ ասել, որ Պուտինը որևէ հատուկ ռազմական գործունեություն բան չկա։ Սեղանին դրված է Ուկրաինայի լուծարման հարցը, քանի որ Պուտինը չի կարող հանդուրժել գանգրենա իր սահմաններին իր սահմանների մոտ։ Ավելի լավ այն կվերացնի Ուկրաինան, արևմտյան մարզերը հանձնի լեհերին, Ռումինիային, Հունգարիային, թող նրանք շարունակեն բանդերականների սպանդը, ինքն էլ հանգիստ ապրի, արդեն ՆԱՏՕ-ի երկրների հետ նորմալ հարևանություն կանի։ 10 քառակուսի կիլոմետր Ուկրաինայից թողեց, դա բավարար է, որ բրիտանական ու ամերիկյան դեսպանատներ տեղակայվեն։ Մի քանի բունկեր, որտեղ դրոններ կհավաքեն, մի քանի ամերիկյան բիոլաբորատորիա, 10 քառակուսի կիլոմետրներ է բավարար։ Հետևաբար այդ 10 քառակուսի կիլոմետրներ չի լինի։ Եվ վերջում մի բան էլ ասեմ, այս պատերազմը նախաձեռնելիս Պուտինի բացի Ուկրաինայի լիկվիդացիան, ինքը ևս մեկ նպատակ է հետապնդում, որը կիրականացնի, որը արդեն հասունացել է։ Դա ՆԱՏՕ-ի հետ բախումն է Կալինինգրադի կապը ապահովելու համար Ռուսաստանի տարածքի հետ։ Այս դեպքում կտուժեն Էստոնիան, Լատվիան, Լիտվան, այսինքն Նարվան, որը ռուսական քաղաք է, այլևս Նարվա չի լինի, կմիանա Իվանգորոդին, գետի մյուս ափին, Կլայպեդան կվերադառնա, Կալինինգրադի մարզ, որը Ստալինը ապօրինաբար, բացարձակ ապօրինաբար օրը ցերեկով թե ինչ էր խմի այդ օրը ոչ ոք չգիտի, 50 թվին բռնեց Կլայպեդան վերադարձրեց։ Եվ դրա արդյունքում եւ ՆԱՏՕ-ն կվարկաբեկվի եւ շատ հետաքրքիր բաներ կունենան եւ դա է պատճառը, որ նա Թրամփը այսօր փորձում է ՆԱՏՕ-ից թռնել, որովհետեւ պատկերացնում է գլխի գալիքը, ինչի ուզում ինքը խայտարակվել։ Հիշեցեմ Թրամփը այն մարդն էր, որ ասում էր Էստոնիան դա բանն է, Լենինգրադի մատույցն է։ 40% բնակչության ռուս, Էստոնիան ինչ գործ ունի ՆԱՏՕ-ում։ Դա ռուսական Լենինգրադի մատույցն է դա։ Լենինգրադը ասում է։ Ինտերնետում կան այդ հանճարեղ մտքերը Թրամփի, որոնք ասված էին դեռ 16 թվականի նախընտրական կամպանիայի ժամանակ։ Թրամփը անասուն չի, բայց գոնե փողսարկող մարդ է, տգետն է կարող է փող սարքել, ինքը գոնե հաշվել գիտի, նրանը զեկույցներ տալիս են, ինքը գիտի Ռուսաստանի ռազմական հզորությունը, գիտի Ռուսաստանի ռազմական պոտենցիալը, ռազմական էկոնոմիկայի ֆենոմենալ թափը, որը Ստալինի ժառանգեց Վլադիմիր Վլադիմիրովիչը։ Գիտի, որ Ռուսաստանը կարող է տասնյակ տարիներով կռվել, առանց որևէ լուրջ օգնության։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների, որը 40 օրի շատ ուղղակի չի կռվում, ի վիճակի չէ, որովհետև կրակելու բան չի ունենում։
Ինչևէ, ինչ ասեմ, սկանով ավարտենք այսօրվա մեր զրույցը։ Անօգուտ բան է տգետին ուղեղ մաղթելը, մեկը ոնց երևում է Աստված դրանց ուղեղ չի հասցնում։ Մի քանի անգամ երևի փորձել է, տեսել է, որ անօգուտ է, դադարեցրել է։ Սպասենք ռուս բանդերական պատերազմի ավարտին եւ հետո տեսենք, թե այս մեր տարածաշրջանում Ռուսաստանը ինչ կանի, մոտավորապես գիտեմ ինչ կանի։ Օրակարգում Ադրբեջանի լուծարումն է Ղազախստանի հետ, թե Հայաստանի հետ ոնց կվարվեն, այս բանը չեմ կարող ասել, բայց թե չեմ կարծում, որ շատ լավ կվարվեն, որովհետև այս 8 տարվա մեջ հայերի համը Պուտինն է տեսավ։ Ուղղակի ազգով է աղոթեք, որ Պուտինը հայերին չճանաչի, ոնց ես եմ ճանաչում, ոնց իմաստուն գրագիտ հայերն են ճանաչում։ Այդ հայերի համար լավ չի լինի։ Առայժմ այսքանը։ Բաժանորդագրվեք իմ ալիքներին YouTube-ում, Telegram-ում, Facebook-յան իմ պրոֆիլին եւ Շեյմեյմի էջին։ Կոմենտներ գրեք, կարձագանքեմ, լավ մնացեք, կհանդիպենք շատ շուտով։